Ողջույն բոլորին, շատ հետաքրքիր կանխատեսում եմ ուզում անել այսօր, ինչ է սպասվում, սա ընդհանուր կանխատեսում է և սկզբում մենք կնայենք ձեզ, թե ինչ է կատարվում ձեր կյանքում, եթե դուք գտնեք ձեզ, կտեսնեք, որ դա ձեր կյանքին է վերաբերվում, ապա կշարունակեք նայել, եթե ոչ, կարող եք նաև, եթե ձեզ հետաքրքրում են նման թեմաները, կարող եմ հետո էլի անել, ուղղակի ընդհանուր է սա չեմ կարող 12 նշանների համար անել։ Տեսնենք, թե հիմա ինչ վիճակում եք դուք գտնվում, վերցնենք ընդհանուր 6 ամսվա կտրվածքով, ինչ է լինելու հետո, այդպես ընդհանուր, բայց տեսնենք նաև ինչ կա հիմա ձեր կյանքում, որ դուք ձեզ ճանաչեք, դուք ձեզ գտնեք։ Տեսնենք ինչ է կատարվում ձեր կյանքում հիմա, ինչպիսին է ձեր առօրյան, ինչ խնդիրներ կան, և եթե դուք ձեզ կգտնեք, ապա արդեն կարող եք նայել, տեսնել, թե ինչ է հետո կատարվելու ձեզ հետ։ Ինչ է կատարվում մարդկանց հետ ընդհանուր, ինչ է կատարվում։ Դա այստեղ ոմանք, կամ եթե վերցնենք, ինչ-որ լավ պահը, սա հղիություն է, ծննդաբերություն է, սա նաև ոմանց մոտ կարող է հարցեր են երեխաների հետ կապված, գուցե խնդիրներ են երեխաների հետ կապված, որոնք որ այս պահին առկա են, պարտադիր չի միշտ լավը լինի։ Նաև ոմանք մտադրություն ունեն բիզնես բացելու, ինչ-որ բաներ եք մտածում անել, միգուցե օրինակ փետրվարի 14-ի հետ կապված, միգուցե նաև ընդհանուր մտածմունքների մեջ եք, ինչ-որ ձեր սեփական ինչ-որ մի բանը բացել, ունենալ։ Նաև երեխա ունենալ ոմանց մոտ սա կարող է այս պահի դրությամբ, այդ ֆիքսված եք այդ հարցի վրա։ Եթե ուզում եք բիզնես բացել այս պահին, ապա պետք է մանրակրկիտ դեռևս ուսումնասիրել այդ հարցերը, ուսումնասիրել, թե ինչ է պետք, շուկան ուսումնասիրել, ինչ փաստաթուղթ է սրան կամ նրան հարկավոր եւ այլն, ինչ-որ պահեր կան։ Եվ ոմանք էստեղ, ոմանց ընտանիքներում կարող են լինել նաև ինչ-որ չնչին խնդիրներ, որոնք որ մտել են մանրուքների մեջ, այսինքն քննարկում եք, վերլուծում եք, սա չէ, նա չէ, ընկնում եք ամեն մի խնդրի հետևից եւ ընտանիքում նաև այստեղ կարող է երեխաներն են դուժում նաև ձեր այդ խոսակցությունից, որ արկա է ձեր տանը։ Տեսնենք ինչ է կատարվում մարդկանց տներում։ Սա ոմանց համար շատ լավ հնարավորություն է, գուցե այս պահին է այդ հնարավորությունը ձեզ ընձեռվում, ինչ-որ մեկի հետ հաշտվելու համար, ինչ-որ մի գործեր անելու համար, որևիցե մի հարց կարգավորելու, հաշտվելու, այդ հնարավորությունները ձեզ կընձեռվեն։ Դուք պետք է ուղղակի օգտվեք այդ հնարավորությունից հիմա, հիմա մենք հետո կնայենք ապագան, տեսնենք ձեզ էլ ինչ է սպասվում ապագայում, ինչ ունեք փոխելու, ինչ կա։ Համենայն դեպս ես այստեղ դեռ տեսնում եմ լավ քարտեր, դա նշանակում է, որ այստեղ սա է միայն եթե ընկնում եք մանրուքների հետևից, սա է եթե խնդիրը երեխաների հետ կարող է կապված լինել կամ նաև ծախսերի հետ կապված լինել, օրինակ պետք է վճարեք սա, պետք է վճարեք սա, միգուցե դա է, որպես եթե նայենք բացասական խնդիր, կամ այն տարիքում են երեխաները, որ չեն լսում ձեզ խնդիրը, կամ այստեղ նաև մանրուքների հետևից եք ընկել եւ խնդիր է առաջանում տանը, այսպես, եթե բացասականը նայենք, ինչ է կատարվում ձեր տանը, ձեզ մոտ, ձեր կյանքում, բայց այստեղ նաև կա հնարավորություն, որը պետք է ձեր ձեռքից բաց չթողնեք հիմա, ինչ-որ հարցեր լուծելու համար, կարգավորելու համար, այն ինչ կա։ Ինչ-որ մեկի կյանքում որևիցե աղջիկ է հայտնվել, միգուցե իր մասին է մտածում, միգուցե ինչ-որ պահեր է քննարկում է, ինքը իր մեջ խոսի, շփվի, թե ինչ անի։ Նաև դա ովքեր որ աշխատում են այստեղ կարող է այս հիմա որևիցե պատվեր ունենաք, օրինակ ինչ-որ աղջիկ ձեզ ինչ-որ բաներ պատվիրի։ Ձեր տնօրենին է ցույց տալիս, եթե խնդիրը նայենք, ապա խնդիրը կարող է լինել աշխատակիցներից որևիցե մեկի հետ, որևիցե աղջկա հետ, ձեր տնօրենուհու հետ, եթե կին է, ձեր աղջկա հետ, ձեր հարևանի հետ, ընկերուհու հետ։ Եվ ինչ-որ մարդկանց կյանքում ինչ-որ բաներում խաղ է, կամ մեկ ակնթարթ ինչ-որ բան է տեղի ունեցել, որը կարող է գլխիվայր փոխել է ձեր կյանքը, գլխիվայր շուրը տվել ձեր կյանքը։ Այս պահին միգուցե դուք այդ վիճակում եք։
Ոմանք կարող է խաղի պատճառով է, ոմանք կարող է ինչ որ մի բան անլուրջ են վերաբերվել դրա պատճառով է։ Եվ հիմա ոնց որ այդ հարցին լուծում եք ուզում տալ, արդյոք կլինի թե ոչ։ Մենք կարող ենք առանձին քննարկել, եթե սա ձեզ մոտ է, առանձին քննարկենք այս հարցերը ավելի լավ է։ Եթե ձեզ մոտ արկա է այս խնդիրները եւ տեսնենք մի վերջին խնդիր ինչ կա մարդկանց մոտ, մարդիկ կան իրոք, որ այս պահին ահավոր վիճակում են, ահավոր լարված պահեր է ձեր կյանքում, միգուցե հարաբերություններում, միգուցե աշխատանքի վայրում, միգուցե ընդհանուր կյանքում չեք գտնում ձեզ, լարված եք։ Հիմա հերթականությամբ տեսնենք, ինչ որ մարդու մոտ կարող է խնդիրները երեխաների հետ կապված կամ բիզնես է ուզում բացի, ինչ որ մտածմունքներ ունի, ինչ անի, ինչ չանի։ Տեսնենք ինչ է սա ասում երեխաների հետ կապվածը նայենք։ Եթե երեխաների հետ կապված խնդիրներ կա, ապա միգուցե պետք է դիմել տան տղամարդուն, մեկ-երկու խոսք պետք է ասի ավելի կոպիտ, ավելի չոր, որ երեխաները հասկանան։ Սա նաև կարող է, եթե երեխա եք ուզում ունենալ, խնդիրը կարող է լինել նաև տղամարդուց։ Կամ ինքը չի ուզում երեխաներ, կամ խնդիրը կախված է տղամարդուց։ Իսկ եթե պետք է բիզնես բացեք, միգուցե իրոք ինչ որ մեկը պետք է, ոչ տղամարդը է ձեզ հարկավոր, որ ձեզ աջակցի, թևութիկունք լինի, օգնի ինչ որ հարցերում, եթե դուք նոր եք։ Նաև սա նոր կյանք է ոմանց համար եւ այդ տղամարդը կարող մտնելով ձեր կյանք, ձեզ նոր կյանք, նոր ինչ որ պահեր տա։ Նայեք, անհանգստություն կա, անհանգստություն, լարվածություն, բիզնեսի հետ կապված, երեխաների հետ կապված, միևնույնն է կա, նոր կյանքի հետ կապված։ Թեկուզ այդ տղան, եթե կողմ մտնում է ձեր կյանքը ձեզ համար, նոր կյանքի է ստեղծում, նոր ինչ որ հարաբերություններ, նոր պահեր, ապա միևնույնն է, այստեղ անհանգստություն կա։ Եվ յուրաքանչյուր պարագայում, եթե դուք բորբոքվում եք, գոռգռում եք, դա ազդում է ընդհանուր ամեն ինչի վրա։ Եվ երեխաների, եւ բիզնեսի, եւ ձեր նոր սկսվող հարաբերությունների, նոր կյանքի վրա։ Եվ մի վերջնական խորհուրդ տեսնենք երեխաների հետ կապված։ Մի վիճեք իրենց հետ, թողեք ամեն ինչը թող գնա, եթե դուք վիճում եք, բորբոքում եք այդ պահերը։ Եթե ուզում եք բիզնես բացել, եթե խնդիր կա բիզնեսի հետ կապված, աշխատանքի հետ կապված, թեկուզ տանն եք աշխատում, խնդիրներ կան, ապա սա ասում է մաքրեք ձեր շուրջը, մաքրեք ձեր տարածքը, մաքրեք ձեր այն վայրը, որտեղ որ դուք այդ գործունեությամբ զբաղվում եք։ Այդ տարածքը հիմնում է բացասական էներգիա, որը չի թողնում ձեր բիզնեսը զարգանա, աճի։ Նույնիսկ մաքրեք ձեր շրջապատը։ Նաև փորձեք միշտ պահպանել ձեր հավասարակշռված լինել, որ երեխաների հետ կապված որ խնդիրներ չլինի։ Նոր հարաբերություններ են, միգուցե ինչ որ մի խնդիրներ կան, ինչ որ իրար չեք հասկանում, այդ պահը պետք չի վիճել, ավելավ է ամեն ինչը հանգիստ ճանապարհով լուծել։ Այս հարցը համարում ենք փակված։ Տեսնենք հաջորդը, մոտ որ այսպես կամ մանրուքների հետևից եք ընկել, միշտ բզբզում եք, ամեն անգամ մի թեթև բան է լինում, վիճում եք, կամ տեսնենք ինչին պետք է ընդհանրապես մանրակրկիտ դուք ուսումնասիրեք։ Նայեք, խոչընդոտներ է ստեղծվում այդ մանրակրկիտ կամ եթե չուսումնասիրեք յուրաքանչյուր բան, ինչը որ ձեզ է տրվում, օրինակ, փաստաթղթի ստորագրում, փաստաթղթի հետ կապված հարցեր, նայում եք, ստորագրում եք առանց մանրուքների ուշադրություն դարձնելու, ձեզ համար դա կբերի խոչընդոտներ։ Նաև խոչընդոտները ստեղծում է, որ դուք ընկնում եք մանրուքների հետևից ընտանիքում, չնչին մի բանը, վայ դու ինչի սա ասի, վայ ինչի ճպսրեցիր, վայ ինչի դու ունքդ բարձրացրեցիր, դա է մանրուքը։ Եվ սա կարող է լինել մանր-մունր խնդիրներ ձեզ համար, որոնք որ խոչընդոտներ են հանդիսանում։ Տեսնենք կկարողանաք այդ խոչընդոտներից ազատվել, այդ մանրուքներից։ Մի փոքր դանդաղ, մի փոքր, բայց կկարողանաք ազատվել դրանից։ Միգուցե նաև ծնողների խորհուրդն է հարկավոր ձեզ, միգուցե նաև պետք է ուղղակի սպասեք, ինչ որ պահեր են, որ պետք է հանդարտվի։ Այդ խնդիրները ոնց որ ամիջապես չեն լուծվում, դեռևս ժամանակ է հարկավոր այդ խնդիրներին լուծելու համար։ Եթե առողջական խնդիրները պետք է հետևեք։ Կամ մանր-մունր առողջական խնդիրներ են այս պահին ձեզ մոտ։ Յուրաքանչյուր բան այստեղ կանցնի ձեզ մոտ, յուրաքանչյուր, եթե ինչ որ մանր խնդիրներ է, եթե մանրուքների հետևից եք ընկել, ապա պետք է ուղղակի մի հատ վերանայել ձեր հարաբերությունները եւ հասկանալ թե ինչն է այդ խնդիրների պատճառը, ինչու եք դա բզբզում, որտեղ պահը գալիս հարաբերություններում, երբ որ այդ բզբզիկները միանում են, էլ չեն անջատվում, այնքան են բզբզում, ինչեւ տանում է դա բաժանում։
Եթե կանգ եք առնում եւ սկսում եք այդ բզբզիկներին ուրիշ ձև նայել, արդեն սկսում եք ավելի լուրջ վերաբերվել, ավելի հավեսով լինել իրար հետ, մոռանալ այդ ամեն ինչը, նա ձեր կյանքում այստեղ հիանալի պարզություն կմտնի։ Եվ եթե այստեղ ովքեր որ ուզում էին ինչ-որ մանր-մունր գործեր անել հասարակության հետ, ապա արեք դա, ձեզ համար շատ լավ կլինի։ Յուրաքանչյուր բան, եթե անգամ խնդիրներ ունեիք առողջության հետ կապված, եւս այդ հարցերին լուծումներ կտաք։ Եվ մի վերջնական խորհուրդ ձեզ համար, տեսնենք։ Փոփոխություն մտցրեք ձեր կյանքում։ Փոփոխություն կամ եթե փոփոխություն է մտնում, ընդունեք այդ փոփոխությունը, մի կարճեք հնից։ Ընդունեք այդ փոփոխությունները յուրաքանչյուր բան, որ մտնում է ձեր կյանք։ Եթե պետք է տեղափոխվեք ինչ-որ մի բանի համար, ուրեմն տեղափոխվեք։ Եթե պետք է ինչ-որ մի ձև ձեր հարմարավետության գոտին հանեք, մտածում եք, հա դե մանր-մունր բաներ են։ Չէ, փոխեք դա, փոխեք ձեր հարմարավետության գոտին։ Փոփոխություններ մտցրեք ձեր կյանքում։ Մի բզբզացեք մանրուքների պատճառով, եթե մանր խնդիր է առաջանում, ամենչապես լուծեք դա, մի թողեք, որ երկար ձգձգվի, եւ իհարկե սա հնարավոր է նոր սեր, նոր հարաբերություններ, որից էլ հետո այստեղ կզարգանա հարաբերությունները դեպի մինչև երեխա հղիության։ Ում մոտ խնդիրներ կան հղիության հետ կապված, դա ինչ որ մանր-մունր խնդիրներ են։ Միգուցե այստեղ ցույց է տալիս փողերի հետ կարող է կապված լինել խնդիրները նաեւ։ Դա եթե փողերի հետ է կապված, դա արդեն լինում է արհեստական, միևնույնն է այստեղ երեխան ծնվում է։ Կարող է լինել արհեստական հղիություն, այնտեղ սրսկման միջոցով, ոչ ինչ-որ մի բանի միջոցով, որտեղ եթե փողերը փակ են։ Եթե խնդիրներ կա, եթե կարող եք բուժել, ապա այստեղ եւս, կարող եք բուժել եւ հղիանալ, երեխաներ ունենալ։ Եվ կարող է նաեւ այս պահին խնդիրներ են առաջացել տեղափոխության հետ կապված, տուն չեք կարող գտնել, սա չեք կարող անել, ինչ որ պահեր են, եւս այդ հարցերը մոտակա ժամանակներում կլուծվի։ Եվ այստեղ այս հարցներ ենք համարում փակված եւ այստեղ հնարավորություններ են, նոր հնարավորություններ ձեզ համար։ Պետք է անպայման օգտվեք այդ հնարավորություններից, որոնք որ գալիս են։ Ամեն մարդ ինքն է զգում, այ ինչ որ մեկ առաջարկեց իրեն ինչ որ աշխատանք, վայ առաջարկեց սա, առաջարկեցին սովորել, ինչ լավ հնարավորություն է, կարելի է նաեւ սովորել, աշխատանքի վայրում առաջարկում են, որ ինչ որ սա թողնել նա անել, մտածում եք, ուֆ, ես իմ գործը սովորել եմ, ինչի գնամ նա անեմ, դա ձեզ նոր հնարավորություն է ձեր հմտությունները ավելի լավացնելու համար եւ պետք է օգտվեք այդ հնարավորությունից, եթե կա։ Տեսնենք օրինակ, որ չօգտվեք, ինչ է լինելու։ Այստեղ կարող է ոչ թե չօգտվեք, ինչ է լինելու, կարող է ձեր ընկերը օգտվի։ Միգուցե իրեն ասեք, ինքը գնա օգտվի, կարող է աշխատանքի վայր կա միտեղ, դուք ասում եք, հա դե լավ, դե ուֆ, դե չգիտեմ, հələ կմտածեմ, հələ սա, մեկ էլ հոպ, ձեր ընկերը օգտվում է այդ առիթից եւ գնում է ինքն է ընդունվում այդտեղ աշխատանքի։ Դրա համար այստեղ կարող է նաեւ ինքը օգտվել ձեր փոխարեն։ Եվ չի բացառվում այստեղ, որ ձեր ընկերը ձեզ որևիցե հնարավորություն տա, հնարավորություն առաջարկի, հնարավորություն այստեղ նաեւ կստեղծվի հեշտանա ընկերոջ հետ հարաբերությունները կարգավորելու, եթե նման խնդիր կար ձեր կյանքում։ Այստեղ խնդիրները առանձին եմ ես վերլուծում, որ եթե մարդու կյանքում այս խնդիրը առկա էր, հասկանա ինչ է իրեն, ինչպես կարող այդ խնդրին լուծում տալ, Դուք եթե ձերը սա էր, կարող եք արագացնել եւ միայն սա լսել, պարտադիր չի մնացածը լսեք։ Յուրաքանչյուր մարդու, եթե չկա խնդիր, ապա արդեն եթե ձեզ հետաքրքրի, կարող եմ եւս էլի անել։ Յուրաքանչյուր բան, ինչ որ ձեր ընկերը ձեզ առաջարկի, այդ հնարավորությունը պետք է ձեր ձեռքից բաց չթողնեք ապագայում։ Աշխատանքի հնարավորություն, նայեք ինչ լավ հնարավորություններ կան ձեր մոտ։ Աշխատանքի հնարավորություն, պաշտոնի հնարավորություն, բարձրանալու հնարավորություն, այստեղ կունենաք այդ հնարավորությունը։ Աշխատանքի ընդունվելու, կարող է ինչ-որ մեկն է ձեզ առաջարկում, այստեղ աշխատանքի ընդունվել եւ պետք է բացարձակ այդ հնարավորությունը ձեր ձեռքից բաց չթողնեք։ Եվ կհեշտանան այն գործերը, որոնք որ կապված են յուրաքանչյուր պետական հիմնարկության հետ։ Միգուցե ուսման հետ է կապված այստեղ ավելի հեշտ կհանձնեք քննությունները, ավելի հեշտ կընդունվեք աշխատանքի, ավելի հեշտ կկարողանաք անել ձեր փաստաթղթերը, կհեշտանա այդ ոլորտը, որը որ կախված է այստեղ պետական յուրաքանչյուր հիմնարկության հետ։
Եթե ուզում եք վիրահատություն, ապա եւս ավելի հեշտ կանցնի այդ վիրահատությունները։ Եթե այստեղ հնարավորությունների հետևից եք, հնարավորությունները ձեր ձեռքից բաց կթողնեք, եթե հետո ինչ է լինելու։ Դրա համար այստեղ տալիս է, որ այս հնարավորություն եք ունենալու, այն հնարավորություն եք ունենալու, օգտվեք անպայման։ Եվ ձեզ խորհուրդ, այս ինչ որ բանը ձեզ համար հեշտանում է, խորհուրդը նայեք, շատ սեր տվեք միգուցե մարդկանց, միանգամից սիրտը բացեք այդ հնարավորության առջև, ինչ որ տալիս են, ինչ որ հնարավորություն է ձեզ մոտ գալիս այս պահին, հիմա դուք կարող է այս պահին կարող է դա դեռ չկա, բայց այդ հնարավորությունը կարող է մոտակա ժամանակում է կամ հիմա է այս վիճակում եք դուք։ Այն ինչ որ մի բան են առաջարկել ձեզ եւ դուք մտածում եք, ինչ անեմ, անեմ, չանեմ, ասում եմ սիրտը բացի եւ ընդունի այն ինչ որ կա։ Նաեւ այստեղ սիրո հետ կապված հնարավորություններ է, որ ասում է բաց մի թող այդ մարդուն, բաց մի թող այդ ձեր զույգին, բաց մի թող հաշտվելու հնարավորությունը ձեր սիրելիի հետ եւ բաց մի թող այդ հնարավորությունը ձեր սիրելիների կողքին լինելու համար։ Սիրելի մարդկանց, միգուցե ծնողների։ Այսքանը եւ այս հարցն էլ համար ենք փակված, տեսնենք այս կինը, որ կյանքում հայտնվել է, միգուցե ինչ-որ տղամարդ է նայում, որ այս պահին ինչ-որ մի կին է հայտնվել եւ մտածում է ով է։ Միգուցե տնօրենի հետ խնդիրներ ունեք, միգուցե ինչ-որ աղջիկա ում հետ որ խնդիրներ ունեք։ Տեսնենք ով է ընդհանրապես։ Ոմանց մոտ սա գումարային խնդիր է, ոչ թե խնդիր է, այլ կարող է այդ աղջիկը ձեզ գումար է ուղարկում, միգուցե իրոք խնդիր է, պարտքեք կամ ինքն է պարտք չի տալիս։ Նաև գումարային հարցեր են, որոնք որ կարող եք լուծել, միգուցե եթե ձեզ գումար է հարկավոր այդ աղջիկը ձեզ օգնի, կամ ձեր տնօրենն է չեք կարողանում այս պահին այս գումարները ստանաք, դա է։ Տեսնենք ինչ է հետո ինչ է լինելու։ Նայեք էլի աղջիկ է։ Միևնույնն է, պտտվում էլի աղջիկ է դուրս գալիս, կամ եւս մեկ այլ աղջիկ կարող է ձեզ աջակցել, կամ այստեղ պտտվում է, սա նույն բանն է նշանակում, ինչ որ կար։ Աղջիկ եւ գումար։ Տեսնենք բա հետո։ Ոմանց համար սա ժամադրություն է, իրոք ինչ որ մարդիկ գումարներ են ծախսելու այդ աղջիկա վրա, ժամադրության եք գնալու, նաև ձեր աղջիկը կարող է լինել ով որ ձեզ ուրախացնի, ձեր տնօրենը կարող է լինել ով որ ձեզ ուրախացնի, լավ պահեր ասի ձեզ, անակնկալներ, միգուցե ձեր աղջիկն է անակնկալ է անում եւ գալիս է օրինակ ինչ որ կամ մի լավ լուր է ասում ձեզ։ Դե ոմանց համար այս աղջիկա հետ դեռ այդ նոր սիրիբիլի պահերն են։ Այս պահին դեռ դա է ցույց տալիս, որ դեռ ժամադրությունների մեջ կլինեք, դեռ սիրիբիլի պահեր կլինեն։ Եթե դուք եք աղջիկ, հնարավոր նաև ասա ձեր մասին է խոսքը, որ ինչ որ մեկի հետ կհանդիպեք, ոչ թե աղջիկ իհարկե, հակառակ սեռի ներկայացուցիչ եւ ձեր հարաբերությունները այդպես առաջ կգնան։ Եթե ձեր երեխան է կարող է քննությունը լավ հանձնում, ինչ որ մի բան է այստեղ, որ ձեզ ուրախացնում է։ Եթե խնդիրներ կային, ապա այս աղջիկա հետ, ապա այդ խնդիրները կանցնեն։ Մոտ ժամանակահատվածում է, եթե տնօրեններ իրար լավ չեք հասկանում, մենեջերներ, աշխատակիցներ, այդ փուլը ձեզ մոտ կանցնի եւ դուք իրար հետ կսկսեք ավելի լավ լինել։ Ինչ ուզում ասի։ Նաև սա եւս, ինչ որ էմոցիոնալ պահեր են կապված այս աղջիկա հետ։ Թե ինչ էմոցիաներ են այստեղ կամ ձեր մայրն է, ում պետք է ավելի լավ խնամեք, ավելի լավ լինեք իր հետ հարաբերություններում։ Դա է ցույց տալիս, կամ ինչ որ հարաբերություններ է փոխվում ձեր մայրիկի հետ։ Որտեղ մենք մոլորակներ ունենք, որոնք որ տեղափոխվելու են եւ դա եւս կարող է անդրադառնալ մարդկանց ծնողների վրա։ Դե իհարկե սա նաև ժամադրություն է, որ եւս էլի կարող է գնալ, սա ավելի շատ ծիրային թեմա է ոմանց համար։ Կամ ընդհանրապես ոնց որ եթե ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, ինչ որ մի բան է ասում, ոնց որ sense մտածեք, ասեք, հələ ինչ է ուզում ինքը ինձանից ընդհանրապես, ոնց որ մի բանը մութ է մնում, ինչ կա որ իմ հետ չի կիսել ինքը։ Ինչ է ուզում ընդհանրապես ինձանից, եթե նմանատիպ ինչ որ խոսակցություններ կան ինչ որ աղջիկա հետ։ Կամ ձեր աղջիկը կարող է լինել նաև գաղտնիք է պահում ձեզանից։ Տեսնենք խորհուրդ։ Նա այս աղջիկա հետ կապված, եթե ինչ-որ մարդկանց հետ համատեղեց, բռնեց ձեր խնդիրների հետ, տեսնենք ինչ խորհուրդ ձեզ։
Նայեք ամեն ինչ անցնելու է, եթե երեխաների հետ է խնդիրը կանցնի, եթե ձեր աղջիկա հետ է խնդիրը կանցնի, եթե հարաբերությունների հետ է խնդիրը եւս կանցնի, եթե տնօրեն, մենեջեր եւ այլն աշխատակից, եթե խնդիրներ ունեիք իր հետ եւս կանցնի, հա, ուղղակի ժամանակ է հարկավոր։ Մենք նայում ենք ժամանակի մեջ, հա, տեսնում ենք մի որոշ ժամանակ մոտապես 6 ամիս ենք վերցրել, բայց կարող է նաեւ սա քիչ է։ Ամեն մի խնդիր կանցնի, յուրաքանչյուր, որը որ կախված է այդ աղջիկա հետ։ Այնպես որ այստեղ եւս այս թեման փակված ենք համարում։ Տեսնենք այսինչ մեկ ակնթարթային խնդիրներ է առաջացել ոմանց ընտանիքում, ոմանց կյանքում։ Տեսնենք ինչ խնդիր է առաջացել։ Ոյ, մանր խնդիրներ են։ Այստեղ նաև մինչև անգամ կորուստ կարող է լինել, հա, այդ խնդիրը։ Այստեղ անլրջության հետ է կապված, որը որ բերել է այդ անսպասելի խնդիրը ձեզ։ Այստեղ շատ ուշադիր պետք է լինեք, յուրաքանչյուր հարաբերություններ, տուն, աշխատանք։ Այստեղ մեկ ակնթարթ է այդ պահը եղել։ Ձեզ կանգնացնելու է այդ փաստը, այդ պահը, որ մտնում է ձեր կյանք, ընտրության առջև։ Կամ մնալը սա կամ սա, կամ ամեն մեկը գնալու էր ճանապարհով, որովհետև հարաբերությունները, եթե կա լուրջ չեք ընդունել, աշխատանք է լուրջ չեք ընդունել, եւ այդ մեկ ակնթարթը ոնց որ մարդուն սթափեցնելու է եւ ընտրության առջև է կանգնացնելու։ Փոխվել նորից նույն կերպ աշխատել այդ աշխատանքի վայրում, թե դուրս գալ։ Փոխվել այդ հարաբերություններում, թե մնալ։ Նույնն էլ եթե առողջությունն է, թե ինչ որ մի պահ է այստեղ առողջության հետ կապված, հա, ոնց որ անսպասելի, հա, սա մի պահ է։ Խնդիրներ են առաջացել։ Եվս էլի պետք է այստեղ հաշվի առնել, որ կամ պետք է այդպես մնաք առանց ձեր առողջության հետևելու, կամ պետք է իրոք քայլեր անեք, որ եւս չկրկնվի, եւս չլինի։ Սա զառը, սա մեկ ակնթարթ է, մեկ ակնթարթ մարդու կյանքը փոխում է գլխի վայր։ Տեսնեմ ինչն է փոխել, ինչն է փոխել ձեր մոտ, ինչն է գլխի վայր շրջվել։ Հաջողությունը միգուցե։ Պահի տակ ոնց որ հաջողությունը վերացել է, այսինքն չկա այլ հաջողությունը, անհաջողությունների միգուցե շարան է։ Այ միգուցե դա է։ Եվ եթե ոմանց մոտ կարող է այս պահին, հա, որևիցե մի անսպասելի մի բան տեղի ունենա եւ դες հաջողություն բերի սա, այս քարտը։ Մենք նայում ենք անցյալը եւ նայում ենք ապագան, չէ՞, անցյալում դες մոտ ինչ որ մի ակնթարթ բան է եղել, որ ձեր կյանքը հիմնովին փոխել է։ Եվ եթե նայում ենք այս քարտին, ապա անհաջողություններ ձեզ մոտ միգուցե առաջացել յուրաքանչյուր ոլորտում եւ հիմա արդեն այդ անհաջողությունները անցնում են։ Նա դա ոնց որ արդեն փոխվում է դեպի լավը, հաջողությունները սկսվում բերել։ Եվ դες համար խորհուրդ։ Այս ոնց որ ինչ պահ է, հա, այստեղ տեսնենք։ Նեք վերևում աշխատանքներ են տարվում։ Տեսնենք ինչ պահ է։ Բայց ձեր ցանկությունների իրականացման պահ է գալիս այս համար։ Ասում է, եթե ցանկություններ ունեք, հա, եթե խորհուրդ որպես սա նայենք, եթե ունեք շատ կարևոր ցանկություն ձեզ համար, ապա այդ ցանկությանը կամ մեկ ակնթարթ կլինի, ինչ որ անսպասելի դա տեղի կունենա, կամ նաև սա ասում է խաղի մի վերածեք, լուրջ վերածեք դրան, եւ ձեր ցանկությունները անպայման կիրականանան։ Եթե մեկ ակնթարթ ինչ-որ խնդիր է եղել ձեզ մոտ, ձեր կյանքը գլխի վայր շուռ է տվել, ապա դա եւս, հա, այստեղ կփոխվի։ Յուրաքանչյուր բան այստեղ փոխվում է։ Շատ լավ է, որ խորհուրդները եւ ընդհանրապես վերջնակետը ձեզ համար, բոլորի համար էր ընդհանրապես լավ, որպես վերջին խորհուրդ, սա հիանալի քարտ է։ Սպասեք ձեր ցանկությունների իրականացմանը, մի խաղի վերածեք, ավելի լուրջ վերաբերվեք յուրաքանչյուր բանի, առողջության, աշխատանքին, հարաբերություններին, յուրաքանչյուր բան։ Եվ եթե գլխի վայր շուռ է տվել այս քարտը ձեր կյանքը, ապա սա ասում է, որ ամեն ինչ կողվի, ամեն ինչ ուղղակի ժամանակ է պետք, որտեղ աստղերը ընդհանրապես հեռու են, գիտեք, եւ դա հենց ժամանակ է հարկավոր այդ հարցին լուծում տալու համար։ Այնպես որ դա եւս հիանալի ավարտ ունեցավ այս պատմությունը։ Եվ տեսնենք սա, ում կյանքն է այսպես բորբոքված, ումն է այսպես հիմա լարված է ապրում, հարաբերություններ, աշխատանք, խնդիրներ, տեսնենք այսինչը, ինչից է առաջացել սա, ուй, ամենաառաջինը տեսնենք ինչից է առաջացել այս բորբոքվածությունը։
Կամ հեռվում գտնվող մարդ է խառնել, եթե հարաբերություններ եք, կամ ձեր ցանկությունները չեն իրականացել, ոնց որ մարդը ուներ մի այլ պատկերացումներ, հիմա այդ պատկերացումները այլևս չկա, այդ նույնը չի ինչ որ կար, դե համար բորբոքվել եք, դե համար կատաղել եք, հարաբերությունները այն չեն ինչ որ դուք էիք ուզում, աշխատանքի վայրը այն չի ինչ որ դուք էիք ուզում, ինչ որ դուք էիք պատկերացնում ձեզ համար, որ ձեզ այնտեղ ուրիշ ձև կընդունեն եւ այլն, հա, այստեղ խնդիրներ է առաջանում դրանից, որ մարդը ուներ վարդագույն ակնոցներ, իսկ հիմա արդեն այն հանել է։ Եվ տեսնենք ընդհանրապես էլ ինչից է առաջացել այս վիճակը, այս լարված պահերը, փոփոխությունից, միգուցե փոփոխությանը չեք կարողացել դիմադրել։ Կարող է շատ միանգամից այնպես փոփոխությունը ցենց այսպես շատ անսպասելի է տեղի ունեցել եւ դրա համար չեք կարող անել այդ ամեն ինչը։ Փոփոխությունը կարող է լինել աշխատանքից դուրս գալը։ Եթե որտեղ այստեղ վատ քարտը, հա, առողջության վատթարացումը, բաժանումը, խնդիրներ հարաբերությունների մեջ եւ այդ փոփոխությունները, հա, ձեզ բերել են այս վիճակին։ Դուք լարվում եք, դուք չեք դիմանում, դուք չեք կարողանում, հա, ինչ որ մի բան անել, որտեղ այսպես անհանգիստ եւ լարված վիճակ է ձեր կյանքում։ Գուցե նաև հղիությունն է այստեղ ոմանց մոտ խնդիրը, դրա համար եք այդպես էլի այս վիճակում հայտնվել։ Տեսնենք, կփոխվի արդյոք այս վիճակը այս մոտակա 6 ամսվա ընթացքում այս ինչ որ ժամանակ, հա, ինչ որ։ Նայեք նորից, ասում է այն ինչը որ ձեր կյանքը փոխել է դարձրել է սա, հենց դա էլ ձեր կյանքը փոխելու է։ Եթե դուք փոփոխությանը կարողանաք ավելի լուրջ, ավելի ռեալ նայել, այսինքն ավելի լավը տեսնել այդ փոփոխության մեջ, վեր կանալ մի հատ, ոչ թե ծնկների վրա լինել, այլ վեր կանալ մի հատ հասկանալ։ Փոփոխություն մտցրեք ձեր կյանքում, ձեր միգուցե տարածքում, ձեր հարաբերություններում յուրաքանչյուր բանա փոփոխություն մտցնելով կփոխվի նաև ձեր այս վիճակը։ Որ ասում եմ, փոփոխությունն է բերել դրան, հիմա էլ փոփոխությունը ձեզ մոտ կվերացնի այն։ Այնպես որ հիանալի էր սա այս պահը, որ չեք կարողացել դիմադրել, ձեզ ծնկի է իջեցրել, հիմա այն նորից կվերականգնի ձեզ։ Տեսնենք էլ ինչը կվերականգնի ձեզ, էլ ինչը կփոխի։ Նայեք սերը, շատ սեր, մարդկանց հանդեպ սեր։ Հարաբերություններում խնդիր կա է, լարված եք, իրար եք ուտում ամբողջ օրը, սերը, միայն սերը կփրկի։ Աշխատանքում լարված եք, բորբոքված եք, միայն սերը կփրկի։ Աշխատանք չեք կարող գտնեք, այսպես նյարդայնացած վիճակում եք, գնացեք սիրով, այսպես ժպիտով, հավեսով, որ տեսնեն ձեր դրական էմոցիաները, որ դուք ինչ-որ բան եք ուզում, եւ այդ ժամանակ նոր կկարգավորվի այս ձեր բորբոքված վիճակը։ Սիրո հարցում նույնպես, աշխատանքի վայրում նույնպես, եթե կան լարված վիճակ, ապա եւս այստեղ սերը կփրկի, հա, լավ վերաբերմունքը դիմացինին, լավ վերաբերմունքի հետ կապված է սա, այդ ամեն ինչը։ Եվ տեսնենք ձեզ որպես խորհուրդ, որպեսզի այս խառը պատմությունից դուրս գաք։ Տեսնենք ինչ խորհուրդ են ձեզ տալու։ Խոչընդոտները, ասում է, պետք է կարողանաք խոչընդոտները ու գլխները բարձր անցնեք։ Եվ խոչընդոտների մեջ այստեղ մենք ունենք, հա, մարդը, որ միշտ խառն է լինում, բորբոքված է լինում, կատաղած է լինում, ինչ որ մի բաներ անընդհատ գլխին են թափվում, սև գիծ է, այդ մարդը չի տեսնում հստակ ճանապարհը։ Իսկ այստեղ ասում եմ, կարող եք քարերի վրայով գնալ, ձեր կյանքը դժվարացնել, կարող եք ընդհանրապես այստեղ ներքևով այսպես անցնել։ Այդ հնարավորությունը պետք է ուղղակի տեսնեք, որպեսզի այդ ամեն ինչը ձեր կյանքից հանեք, դուրս նետեք։ Մի հատ ոչ թե ջղայնացեք, այս ինչ ասա, ջղայնացեք, թե ինչի ձեզ աշխատանքի չեն ընդունում, բարկացեք, թե ինչու է ձեր ընտանիքում սա, մի հատ նստեք ու մտածեք, ինչպես կարող եք օրինակ այդ հարցը լուծել ավելի ուրիշ ձևով։ Չեմ օրինակ այս բառը ասում, հա, ես մի անգամից բորբոքվում օրինակ ընտանիքում սարքում կաշ կամ օրինակ աշխատանքը, ինչի օրինակ որ տնօրենը գալիս ինձ ասում է, սա արա, ինչու եմ ասում, դու ինձ պետք է չասես, հա, մտքիս մեջ օրինակ։ Եվ չանում իր ասածը կամ հակառակն անում կամ բորբոքվում միանգամից իր ասածի վրա։ Մի հատ նստեք նայեք, հա, ասեք, իրոք, այս աշխատանքը ինձ պետք է, այս գումարները ինձ պետք են, եթե դեռևս չեմ գտել ավելի լավ աշխատանք, չեմ գտել ավելի լավ տնօրեն, ինչու եմ ես այսպես կյանքս բարդացնում։ Ավելի լավ է գտնեմ այդ տարբերակը եւ ավելի հեշտ լուծեմ յուրաքանչյուր հարց։ Յուրաքանչյուր այն ինչ որ կա։
Եվ տեսնենք էլի ինչ խորհուրդ են ուզում տալ եւ սահմանափակենք եւս սա։ Տեսնենք ինչ խորհուրդ են ուզում տալ։ Կարտերը ուղղացնեմ ու կարողանամ լավ անել։ Ահա, նայեք, ասում է, եթե ինչքան որ բորբոքվեք, այդքան կորուստ կունենաք։ Նենք ձեզ մոտ հակառակն է։ Մյուսներին ուրիշ բաներ ասում, ձեզ ասում է ինչքան բորբոքվեք, ինչքան անհանգստանաք, ինչքան այդպես ձեզ լարված պահեք, այնքան կորուստ կունենաք։ Գտեք ճիշտ ելքը, գտեք ճիշտ ճանապարհը, այդ մանր-մունր խնդիրները կարող եք շատ հանգիստ ձևով լուծել, բայց դուք բորբոքվում եք դրա համար, ձեր կյանքը դառնում է քաոս։ Ինչքան շատ եք բորբոքվում, այնքան բացասական էներգիա եք տարածում ձեր բնակարանում, ձեր այնտեղ, որտեղ դուք եք, եւ դրանից է կկորցնեք աշխատանքը, կկորցնեք երկրորդ կեսին, կկորցնեք երեխաների հետ հարաբերությունները, կկորցնեք ձեր ընկերներին եւ այլն, հա։ Այդ ձեր կյանքը ուրիշ ձև մի հատ վեր լուծեք, մի հատ ուրիշ կերպ նայեք, ինչու եք հիմա դուք այս իրավիճակի մեջ հայտնվել, եւ հետո նոր կկարողանաք այն խոչընդոտներից դուրս գալ։ Եթե էլի շարունակեք, կունենաք բազմաթիվ կորուստներ։ Մեկ քարտ է պետք է անեմ, եթե իրոք բացասական բան ընկավ, արդեն դες պետք է 360 աստիճանային սկզբը հենց դրա համար ասեց, պետք է փոխվեք, պետք է փոխեք ձեր կյանքը։ Հենց դա հենց միանգամից ասեց ձեզ։ Տեսնենք, եւս մեկն էլ ու վերջ։ Ահա, ասում է, ամեն ինչ լավ կլինի։ Փոխեք ձեզ, գտեք ճիշտ ելքը, ինչ որ մի հարցին ավելի հանգիստ լուծում տալու համար, ամեն ինչի վրա մի բորբոքվեք, այդ բացասական էներգիա մաքրեք ձեր շրջապատից, ձեր կողքերից, որովհետև հայ եթե չանեք կունենաք կորուստ, կունենաք խոչընդոտներ եւ չկողանա խոչընդոտները հաղթահարեք, տեսեք հաղթահարելու ճիշտ տարբերակը լավ երկար մտածելու դեպքում միայն։ Քաոսը, քաոսի մեջ ի՞նչն է ստեղծել ձեզ այդ քաոսը։ Ստեղծել է աշխատանք չեք կարողանում գտնել, ահա, այն որ sense մի հատ միտք կա, ես օրինակ այդպես եմ, կներեք արտահայտությանս համար, ես այդպես եմ ինձ կարգի բերում, ես այդպես եմ ինչ որ մի բանը ավելի շատ հաղթահարում, ասում դե թողեմ ձեր ազիզը, այդպես, ընդհանուր sense մեծ ընդհանուր եմ ասում, հա, այդպես, դուք էլ ու ձեր աշխատանքն էլ, դուք էլ ու ձեր չգիտեմ ինչն է, ես ինքս կստեղծեմ իմը, ես այդպես եմ ստեղծել իմը, այդ մի քիչ տհաճ արտահայտություն է, միգուցե մտքիդ մեջ ես ասում, միգուցե բարձր ես ասում, հա, ես տարիներ շարունակ աշխատանք եմ փնտրել, հա, այստեղ Եվրոպաներում, դրսներում ապրելով, եւ ես այդ աշխատանքը չեմ կարողացել գտնել։ Եվ այն որ այս վիճակում ես ասեցի իրոք, հա, այդ բառն ասեցի, ես իմն եմ անելու, դուք եք գալու իմ մոտ աշխատանք խնդրելու։ Եվ դուք էլ եւս այս հնարավորությունը այստեղ ունեք։ Մի հատ ասեք այդ բառը բոլորին, ով որ ձեզ աշխատանքի չի ընդունում, ով որ խանգարում է ձեր ընտանիքին։ Ինչու եք դուք քաոս ստեղծում ընտանիքին։ Ներսում եթե դուք կարող եք այդ կյանքը ուղղակի վայելել, ասել, ուֆ, ուշս տուն գալի է, այն չանեմ է։ Դու չես լսում, հա ինչ անեմ, ես իմ համար եմ ապրելու։ Դուք տեսեք ձեր կյանքը ոնց է փոխվելու։ Բոլորն են գալու ձեր մոտ, բոլորը, ոչ թե դուք եք գնալու, ոչ թե դուք եք կարգավորելու այդ ամեն ինչը։ Այստեղ ասում է ամեն ինչ ուղղվելու է, ամեն ինչը լավ է լինելու։ Մի փոքր դուրս եկեք, ման եկեք, քայլեք, մտածեք, ձեզ տվեք հասարակությանը, ավելի շատ մարդկանց հետ շփվեք, թեթևացեք, եկեք տուն, կամ ինչ որ մի նոր գաղափար կարող է մտնել ձեր մեջ, թե այս հարցին ինչպես լուծում տալ եւ հանգիստ կգաք տուն։ Այդ մարդկանց հետ շփվելը ձեզ բավականին շատ կհանգստացնի։ Ոչ թե հարցրեք իրենց մասին, պատմեն իրենց մասին, այլ ուղղակի առօրյա թեման, ինչ որ մի բանի մեջ լավ բան տեսնելու այդ հատկությունը ձեր կյանքը շատ կփոխի։ Այսքանը թեման փակ է բոլոր, խոսեցինք, քննարկեցինք բոլոր թեմաների մասին, եթե դուք ձեզ գտաք, ապա կարող եք նաև լսել խորհուրդները ինչ պետք է անեք, այսքանը լավ եղեք։